Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր պարոն Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Արզումանյան։ Շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Նոյան Տապանում, շնորհակալ եմ, որ ժամանակ գտեք։ Մի քանի ամիս առաջ ձեր խոսքից եմ վերցրել հարցազրույցի ընթացքում դուք ասացիք, որ Հայաստանի մասին էինք խոսում, դու չես կարող լինել, ասում եք դուք Հայաստանի մասին, եւ Եվրասիայում, ԵԱՏՄ-ում նկատի ունենալով եւ Եվրոպական միությունում։ Դա մի քանի ամիս առաջ էր։ Այժմ մենք անդամակցել ենք նաեւ խաղաղության Թրամփի առաջարկած խաղաղության խորհուրդ, միջազգային կառույց է կոչվում դա։ Այդ կառույցում Հիմա հարցս հետևյալն է, որտեղ է այնուամենայնիվ գտնվում Հայաստանը եւ արդյոք ստեղծվել է որոշակի կախվածություն Միացյալ Նահանգներից Հայաստանի համար եւ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները այսուհետ կառուցվելու են դիտարկելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Համեցեք։ Հայաստանը մնացել է Եվրասիայում, ցավոք սրտի, ոչ միտեղ չի փոխվել, իրան դիրքորոշումը չի փոխվել։ Մենք չեք կարողացել ընտրեք ուրիշ ճանապարհ Նիկոլ Փաշինյանը չի ընտրել, մենք դրա մասին ինչքան հիշում եմ խոսացել ենք, որ դա տեղի չի ունենալու։ Տրամփի կողմից ստեղծված խաղաղության խորհուրդը դա ուրիշ ֆորմատ է, եւ այդ ֆորմատի շուրջ խոսալ լուրջ պետք է լուրջ խոսել, բայց ուրիշ մոտեցմամբ դա ոչ թե Միացյալ Նահանգների, բայց Տրամփի նախաձեռնությունն է եւ այդ կառույցը ստեղծված է զուտ Տրամփի համար եւ կառույցում հիմնական մոտեցումը դա փաստորեն ինչ որ ֆինանսական միջոցների կուտակումն է եւ այդ խորհուրդը ձևավորված է եւ լրիվ Տրամփի վերահսկողության տակ է, նախագահի վերահսկողության տակ է, որը հավաքում իր արձակին ողջ իշխանությունը, այսինքն իշխանությունը հա եւ ֆինանսական միջոցները եւ ինքն է որոշում ոնց են ծախսվելու այդ գումարները, ոնց է դա տեղի ունենալու, դա մի խոսքով Տրամփի ձեռքի տակ բացարձակ իշխանության տակ սարքված մի խորհուրդ է։ Եվ այդ երկրները, որոնք այդ խորհրդում են, արդյոք կախվածության մեջ չեն հայտնվել Տրամփից։ Չէ, իրանք ուղղակի Տրամփից գումար են տալիս ճակետներում եւ Տրամփից դիստանցիա են վերցնում կամ փորձել են Տրամփին խաղացնել։ Ինձ համար ուղղակի անհասկանալի է ինչ ունի այդտեղ Հայաստանը, որտեղ այդ խորհրդում գտնվում է Ռուսաստանը, պիտի մտնի Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը երկար մտածելուց հետո ստիպված էր Նետանյահուն մտնել, ուրիշ վարիանտ չի ունեցել։ Դες այնտեղ երկրներ են, որոնք իմ ժողովրդի ազգի դեմ գործել են ցեղասպանություն։ Այնտեղ Իսրայելն է, որը Հայաստանում, Արցախում ոչ թե անմիջապես մասնակցել է ցեղասպանության, բայց Գազայում անմիջապես ցեղասպանություն է գործում։ Եվ ագրեսիվ ավտորիտար ավելի շուտ երկրներ են հավաքվել։ Ինձ համար անհասկանալի է այնտեղ Հայաստանը ինչ ունի։ Ես չեմ կարողանում գտնել պատասխան, բացի նրանից, որ այսօր Հայաստանը անձնական կախված է Տրամփից եւ երևի վարչապետը չկարողացավ ասել ոչ Տրամփին պահպանելով իր իշխանությունը, որովհետև ուրիշ լուծում, ես այստեղ տեսնում եմ միայն Հայաստանի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու ցանկությունը, Տրամփի աչքերին լավ երևա, Պուտինի աչքերին լավ երևա, որովհետև այդ նստած են Պուտինը եւ Տրամփը, Էրդողանը, մեծ տղաներ, մեծ անձնավորություններ, ավտորիտար, որոնք հա Պակիստանն անստաց միջուկային զենք ունեցող Սաուդյան Արաբիա եւ Հայաստան։ Այդ ֆորմատը չի համապատասխանում ոչ մեր մշակույթին, ոչ մեր տեղին, դա մեր ակումբը չի եւ հույս ունեմ դա հետևանքներ չի ունենալու։ Պարոն Արզումանյան, երկու տարբերակ կդիտարկվում։ Մեկը անհետևանքել կմնա այդ խորհուրդը կլինի Տրամփը իր այն ինչ որ մտածում է կանի այդ խորհրդի անվան տակ եւ դրանով կվերջանա։ Երկրորդը այնուամենայնիվ
կախվածություն է առաջանում, տեսեք չի կարողացել ասի ոչ, նույն սեղանի շուրջն է, հիշում եք, չէ, այդ ձևակերպումը շատ տիպուկ էր, կան երկրներ, որոնք սեղանի շուրջ են, կան երկրներ, որոնք սեղանի վրա են, մենյուի մեջ են, այսինքն այդ սեղանի շուրջ նստածները, դրա գիշատիչներ են փաստորեն, որոնք պետք է ուտեն, եթե մենյու է, մենյուն ինչի համար է։ Բայց քո ասել Հայաստանի, որ մենք սեղանի շուրջ ենք, սեղանի վրա չենք։ Դե հենց հիմա հարց, հաջորդ հարցս էլ դա էր։ Մենք հիմա սեղանի շուրջն ենք այնուամենայնիվ հայտնվել, թե սեղանի վրա ենք դեռևս մնացել։ Մենք որպես երկիր ներեցեք երկրորդ Արցախյան արշավի ժամանակ պարտվել ենք։ Մենք պարտված երկիր ենք, որի առաջնորդը թույլ առաջնորդ է։ Սեղանի շուրջ հավաքվել են առաջնորդներ, որոնք ավտորիտար եւ ուժեղ են։ Հավաքվել են նրանք, որոնք սիրում են եւ ընդունում են միայն ուժը, եւ Թրամփը, եւ Էրդողանը, եւ Պուտինը ճանաչում են միայն ուժը, եւ Պակիստանը, բոլորը։ Ալիևը նույնպես։ Ալիևը ճիշտ է, փոքր է, բայց առաջնորդների, ավտորիտար առաջնորդների հաղթողների ակումբ է։ Հայաստանը չի հաղթել։ Նիկոլ Փաշինյանը որպես առաջնորդ, որպես անձնավորություն, հոգեբանական թույլ է։ Ինքը չի կարող այդ սեղանի շուրջ նստած լինի։ Բայց փաստացի նստել է պարոն Արսենյան։ Ինքը ուղղակի չի կարողացել ոչ եւ մտել է այդ ակումբի մեջ եւ կլինի սեղանի վրա։ Եվ ես պիտի մտածեմ ոնց անել որ Հայաստանը չմտնի, չլինի սեղանի վրա։ Նիկոլ Փաշինյանը լուծելով իր անձնական խնդիրները ինձ համար, իմ հասարակության համար ստեղծել է ուրիշ խնդիրներ։ Հայկական խնդիրները քերիկ չեն, մենք պիտի մտածենք մտնելով այդ խորհուրդ մենք ինչ խնդիրներ ենք մեզ համար առաջացնելու։ Համար առաջին խնդրեմ Հայաստան-Իրան, ես ամենաառաջինը դա նշեցի, որ մեր փոխհարաբերությունները եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պետք է պայմանավորված լինեն արդյոք Միացյալ Նահանգների հաշվի առնելով Միացյալ Նահանգների տեսակետները։ Ինչու եմ Հայաստան-Իրանը առաջինը փորձում դիտարկել, որովհետև ամերիկյան մամուլը ճիշտ է դեռ ցածրաձայն ոչ շատ տենց, բայց արդեն տալիս է ինֆորմացիա, որ չի բացառվում, որ Ադրբեջանի տարածքը Միացյալ Նահանգները կարող են օգտագործել Իրանի դեմ եւ Միացյալ Նահանգները ճնշումներ են գործադրում, սրանք կարող է լինի ինֆորմացիոն այսպես տարածման, որպեսի մարդիկ սովորեն այդ մտքին, որ ճնշում է գործադրում Թրամփը Ալիևի վրա, որպեսի Ադրբեջանը օգտագործվի որպես տարածք Իրանի դեմ։ Այսինքն, մտնելով Թրամփի այս խաղաղության խորհրդի մեջ, այսինքն խաղաղություն խորհուրդը դա անվանումն է, միջազգային ինչ որ կառույցի մեջ, արդյոք նորից նույն հարցը պարտավորվածություն է արդեն զգում Ալիևը կատարել այն, ինչ թելադրում է ուրեմն Թրամփը եւ վաղնել Հայաստանն է լինելու այդ կամակատարը։ Դե առաջինը այն որ Ադրբեջանի տարածքը օգտագործում է օպերացիաների համար Իրանի դեմ, դե պոլիշինելի գաղտնիքն է, դրա մասին բոլորը գիտեն, դե ֆակտո այդպես է, դե ֆակտո այդ ամեն ինչը գիտեն, դրա համար այստեղ որևէ նորություն չկա։ Ադրբեջանը ես որպես օրինակ բերեցի, Հայաստանն է ինձ ավելի շատ անհանգստացնում։ Ադրբեջանը օգտագործվել է եւ կօգտագործվի։ Եվ կօգտվարձի եւ Միացյալ Նահանգների կողմից եւ Իսրայելի կողմից։ Իսրայելի արտգործնախարարը իդեպ Հա, Իսրայելը Ադրբեջանի տարածք օգտագործվել է եւ այստեղ որևէ նորություն չկա։ Արդյոք Ադրբեջանը կփորձի դրա դեմ ինչ որ պրեֆերենցիաներ ստանալ Միացյալ Նահանգներից Իսրայելից կարող է ստացվի, կարող է չստացվի։ Պետք է նայենք։ Հայաստանը պիտի կարողանա ասել ոչ այն քաղաքականության եւ վտանգի տակ է դնվում իր ապագան, որտեղ մենք Ադրբեջանի նման մեջքից ոչ Իսրայել, ոչ Միացյալ Նահանգներ չունենք, որ կարողանանք այդպես հրապարակորեն կանգնել, ասենք Միացյալ Նահանգների կողքին։ Դրա համար ես կընդունեի, որ Հայաստանը մնա չեզոք այս կոնֆլիկտում, որը Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են Իրանի դեմ, մենք իրավունք չունենք այստեղ ինչ որ կողմի կանգնել։ Հայաստանը այդքան ուժեղ չի, որ կարողանա կամ Իրանի կողմին, կամ Միացյալ Նահանգների կողմին։ Մենք պիտի չեզոք մնանք։ Այն, որ մենք մտել ենք այդ խորհրդի մեջ, լավ հետևանքներ չի կարող ունենալ, բայց հուսում եմ, որ վատագույնը չի ունենալ տեղից։ Իրանի դեմ պատրաստվող եւ տանվող պատերազմում մենք պիտի մնանք չեզոք։ Մենք այդ ճոխությունը եւ իրավունք չունենք միանալ այդ process-ներին եւ պետք չի միանալ Հայաստանի հայ ազգի ազգային շահերը
ելներով, շահերից ելներով մենք պիտի մնանք չեզոք։ Իմ հարցս հենց դրան էր վերաբերում։ Դուք ասում եք պետք է մնալ չեզոք, այո, տեսականորեն այո, գործնականորեն Փաշինյանը կարողանալու է ասել ոչ Թրամփին, եթե նման պահանջ ներկայացնի։ Ցավոք սրտի Փաշինյանը չի կարող ասել ոչ առաջնորդներին, ոչ Պուտինին է կարող ասել ոչ Թրամփին է կարողանում ասել ոչ։ Այսինքն վտանգ կա այդտեղ։ Վտանգ կա եւ անկանխատեսելի վիճակ է, ես չգիտեմ Փաշինյանը ինչ որոշում կարող է ընդունել, բայց որ Փաշինյանը նորից եմ կրկնում թույլ է եւ ավտորիտար առաջնորդներին խոսքին ուժային կենտրոններին կարող է ասել ոչ, ես չեմ պատկերացնում։ Լավ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է ասում, Եվրոպան չի կարող իրեն պաշտպանել առանց Միացյալ Նահանգների։ Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Հայաստանը շատ վերլուծություններ են հիմա գրում այն մասին, որ Եվրոպան խոճապի մեջ է, Եվրոպան իր խորհուրդը պետք է ստեղծի, Եվրոպան դե ասում էին շնորհակալություն Թրամփին, մենք արդեն 10%-ի պետք է բարձրացնենք մեր ուրեմն հանգանակությունները, այո, ոչ թե հանգանակությունները, ներողություն, հատկացումները ՆԱՏՕ-ի այդ բանակի հետ կապված, մի խոսքով Եվրոպան ծանր վիճակում է եւ հարց արդյոք Եվրոպան կարող է այս վիճակում շարունակել նույն ձևով աշխատել Հայաստանի հետ եւ Հայաստանը դեռ կարող է նայել Եվրոպայի ուղղությամբ, որ իդեմս Եվրոպայի ստանա գործընկեր, կայուն զարգացում։ Դժվար հարց է, բազմակողմանի հարց է Տվերգայանի։ Առաջինը մեզ համար պետք է հասկանանք, որ այսօր մենք արդեն իրավունք չունենք Միացյալ Նահանգները եւ Եվրոպան միացնել մի ճամբարի մեջ արևմուտք կանոնից տակ եւ քաղաքականությունը Միացյալ Նահանգների ուղղությամբ եւ Եվրոպայի համընկնել եւ ասել դա ուղղությունները նույնն են։ Այդպես չի։ Հայաստանը կանգնած ալնելու ընտրությունների արժեվ Միացյալ Նահանգների հետ թե Եվրոպայի հետ, ցավոք սրտի։ Այսօր մենք Եվրոպայի հետ չենք, որ այդ նույն խաղաղության խորհրդի մեջ Եվրոպան չի մտել, հասկանալով դա ինչա, մնացելական։ Այդ առաջինը։ Երկրորդը այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ճիշտ է, այսօր Եվրոպան չի կարող իր պաշտպանի առանց Միացյալ Նահանգների, որովհետև այդպես էր կառուցված ՆԱՏՕ-ն, այդտեղ Միացյալ Նահանգները ունեին գորիզային դեր եւ ազդեցություն եւ մի օրում դա դու չես կարող փոխել։ Պետք չմոռանալ, որ ամեն ինչը Թրամփը եկել իշխանության ընդամենը մի տարի առաջ եւ Եվրոպան հիմա է բացահայտում իր համար, որ Միացյալ Նահանգները արդեն վստահելի դաշնակից չեն։ Պետք է ժամանակ, անվտանգության կառույցները, համակարգերը երկար ժամանակ են պահանջում կառուցելու համար։ Դրա համար Եվրոպան պիտի լուծի այդ խնդրը։ Այսօր Եվրոպան ի վիճակի չէ։ Բայց ապագայում Եվրոպան պարտավոր է այդ խնդիրը լուծել, որտեղ Միացյալ Նահանգները պարզ հստակ հասկացրել են, որ իրանք հեռանում են եվրոպական անվտանգության համակարգից։ Եվ եթե դու ուզում ես գոյատևել, շարունակես զարգանալ, դու պիտի լուծես այդ խնդրը։ Եվրոպան այդ հարցը կարող է դնել եւ կարող է անշուշտ լուծել, որտեղ Եվրոպայի երկրների ընդհանուր ներուժը, տնտեսական ներուժը, քաղաքական ներուժը շատ քիչ է, փոքր է Միացյալ Նահանգներից, մնացածներից ավելի մեծ է։ Այդ ներուժը, այդ հնարավորությունը Եվրոպան ունի, բայց այստեղ Եվրոպան պիտի լուծի մի լուրջ խնդրեմ, որովհետև անվտանգության համակարգը, որը կառուցված է նորից կրկնեմ, կոնտրոլված է ամերիկանակենտրոն։ Եվ դու հիմա այսօր դու պիտի սկսես կառուցել եվրոպական անվտանգությունը, որտեղ չկա Միացյալ Նահանգներ։ Եվ դա պարտադրում է կառուցել կենտրոն, որտեղ դու սկսելու ես դնել եւ լուծել անվտանգության պաշտպանության խնդիրները, որտեղ Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն ընդհանրապես իրանց կառուցվածքով պատրաստված չեն Եվրոպական միության մասին խոսենք առաջին։ Եվրոպական միությունը դա շուկա է։ Ինքը չէր կառուցված այնպես, որ ինքը պետք է լուծի անվտանգության խնդիրներ։ Երբ պիտի որոշումները շուտ ընդունես, ոչ թե երկար դիսկուսիաների ընթացքում, այդ հնարավորությունները, այդ պրոցեդուրաները, պրոտոկոլները, կենտրոնները ոնց է Եվրոպան արագ ընդունելու որոշումներ անվտանգության ոլորտում չակետներում մի ժամում, մի օրում, ոչ թե երկար 32 երկրների մեջ կար։ Այդ կամակարգը Եվրոպան պիտի սկսի կառուցել։
Նման համակարգ պիտի կառուցես։ Արդյոք այդ կարող լինի փոխակերպված ՆԱՏՕ-ի կառույցը, եւ ՆԱՏՕ-ի համակարգը փոխակերպվում է եւ դառնում է ՆԱՏՕ առած Միացյալ Նահանգների։ Թե Եվրոպան պիտի նորը կառուցի, այդ հարցն է, որին պիտի պատասխանի Եվրոպական միությունը, եվրոպական երկրները։ Ես այսօր պատասխան չունեմ, երկու լուծումներ է կարող լինել։ Եվ երրորդը, այո, դա անմիջապես ռազմական եւ գոյատևական սպառնալիք է ռազմական Եվրոպայի համար։ Բայց եթե վերցնում ենք ժամանակը, Եվրոպան ժամանակ ունի, որովհետև անմիջական սպառնալիք է Ռուսաստանն է Եվրոպայի համար ներկայացնում, բայց այսօր Ռուսաստանը այն վիճակում չէ, որ Եվրոպայի դեմ կռվի։ Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինան վերցնել, Ռուսաստանի ռազմական մեքենան 4 տարվա պատերազմի 5-րդ տարին սկսում պատերազմի կարողացել է Ուկրաինայի ընդամենը 20%-ը վերցնել։ Դրա համար Եվրոպան ունի ժամանակ, բայց արդյոք եվրոպական երկրները ընդունակ են գալ համաձայնության եւ որոշում ընդունել, որ իրանք սկսում են կառուցել եվրոպական պաշտպանության այդպես համակարգ եւ կենտրոն եւ դրանով դառնում են աշխարհաքաղաքական առանձին դերակատար, թե Եվրոպան շարունակում է այսպես ապրել հույսը դնելով Աստծո վրա, ուրիշների վրա, ես այդ պատասխանը չունեմ, բայց եթե Եվրոպան ընտրի երկրորդ ճանապարհը, Հայաստանի օրը բավականին դժվար է, եթե Եվրոպա ընդունի որոշում, որ իրանք դառնում են դերակատար, աշխարհաքաղաքական դերակատար եւ ընդհանուր աշխարհակարգում տեղ են զբաղեցնում որպես երկրորդ հզորությամբ Միացյալ Նահանգների Չինաստանի հավասար ուժային կենտրոն, համաշխարհային կենտրոն, այդ ժամանակ Հայաստանը ստանում է ավելի լավ լուծումներ։ Բայց դա նորից պարտադրելու է, որ ասել եմ 2 ամիս առաջ, 2 տարի առաջ, դա պարտադրելու է Հայաստանի ընդունել որոշում, որ իրանք եվրասիական լուծումներից դուրս են գալիս։ Բարի, դուք ասացիք Ռուսաստանը դեռ չի կարողանում Ուկրաինայում հասնել, այո, չի կարողանում, բանակցությունները շարունակվում են, պատերազմը եւս շարունակվում է։ Բայց մենք հրաշալի գիտենք, որ Ռուսաստանը շատ վաղուց գիտակցել է, որ եթե այդ բռունցքը, եվրոպական բռունցքը բացել, քանդել, կազմաքանդել այդ Եվրամիությունը եւ եվրոպական այդ նորից եմ ասում բռունցքը, ապա Ուկրաինայի հարցն էլ հեշտությամբ կլուծվի։ Դուք ասում եք Եվրոպան ունի ժամանակ, իսկ գուցե չունի այդ ժամանակը Եվրոպան, քանի որ իմ հարցս էսա վերջացնեմ, որտեվ այստեղ մի հարցնելու եմ, արդյոք Ռուսաստանին այս հարցում գուցե չգիտակցված, գուցե գիտակցված միացել է նաև Միացյալ Նահանգները, որովհետև դուք այսպիսի ձևակերպում արեցիք, գուցե լինի ՆԱՏՕ առանց Միացյալ Նահանգների, այսինքն Եվրոպան ինքը, եթե առանց Միացյալ Նահանգների, նշանակում է Միացյալ Նահանգները իդեմս Եվրոպայի թշնամի են տեսնելու, էլի փորձելու են կազմաքանդել եվրոպական միասնությունը։ Ռուսաստանը պետք է քանդի եվրոպական միասնականությունը, որպեսզի Ուկրաինայի հարցը լուծի։ Միացյալ Նահանգներն էլ փորձելու են քանդել եվրոպական միասնությունը, որովհետև Միացյալ Եվրոպան կարող է ուժ լինել։ Միացյալ Նահանգները փորձում են քանդել եվրոպական միությունը, Եվրամիությունը, այդ հնարավորությունը։ Ինչպես եւ Ռուսաստանը, չէ՞։ Ինչեւ եւ Ռուսաստանը, եւ այստեղ մի քիչ մեզ համար պարադոքսալ ձևով Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միասնացնում են իրենց ուժերը չեմ ուզում միասնել, միասին ուզում են ցանկանում են նույն նպատակներին։ Եվ այդ նպատակը, որ ձևավորում ես, տեսնում ես, դա Ռուսաստանի սովետական միության երազն էր կազմալուծել քանդել ՆԱՏՕ-ն։ Սովետական միությունը չկարողացավ դա անել, Պուտինը կարողացավ անել։ Ես մի քիչ կատակով կարող եմ ասել, որ այսօր ես չեմ հասկանում Կրեմլը ոնց է աշխատում, որտեղ ամեն օր պիտի խմեն ուրախությունից, ինչ անում է Թրամփը, պիտի մի քիչ հարբած լինեն, որտեղ այն երազները, որ 80 տարի Սովետական միությունը ունեցել է, Պուտինը օրոք Պուտինը կարողացավ դա անել։ Եվ դա անում է Թրամփի ձեռքերով։ Ինչու է Թրամփը այդպես անում, ես չեմ ուզում իմ խորացած լինել, որովհետև Թրամփի անձնավորությունը խիստ կարևոր է Հայաստանի անվտանգության համար։ Այսօր Թրամփի անունի հետ կախված է ցավոք սրտի ինձ համար Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության բավականին մեծ քշիր կազմում է։ Դրա համար մենք որպես երկիր պիտի շատ զուսպ մնանք կոմենտարների մեջ։ Բայց Թրամփը այսօր փորձում է քանդել Եվրոպան։ Իմ կարծիքով դա չի ստացվելու, բավականին դժվար կլինի։ Բայց ես նույն ձևի նորից կրկնեմ, ես համոզված չեմ Եվրոպան կարողանա միավորվել, որովհետև
դա պարտադրում է կամք եւ պարտադրում է պիտի դուրս գան այն վիճակից, որում իրանք եղել են 80 տարի գայան է, դա բավականին դժվար է եւ ես կողակի կսպասեմ հույսերով, որ Եվրոպան կկարողանա հաղթահարել այդ խնդիրը։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության շահերի համընկնում այս պահին, եթե կա որ կետում, Սյունիքի այդ Թրամփի ուղին է միայն այն կետը, որտեղ եւ արդյոք դա իսկապես կարելի է խոսել Միացյալ Նահանգներ եւ Հայաստանի Հանրապետություն շահերի համընկնում, թե դա պարզապես ինչ-որ պրոյեկտ է։ Չէ, սովորաբար պրոյեկտ չի, դա միշտ ասել եմ, դա ոչ թե լոկալ պրոյեկտ է, բայց տարածքային, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, եւ այդ պրոյեկտի մեջ Միացյալ Նահանգները տեսնում է իր աշխարհաքաղաքական շահերը Փառք Աստծո, եւ մի քիչ պարադոքսալ ձևով կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները հիմա փորձում են կազմակերպել իրանց մենամարտությունը Չինաստանի հետ։ Ոնց ձևերով դա տեղի ունենալու, դա էլ ռազմական մենամարտություն, թե տնտեսական մենամարտություն, դա այսօր պատասխանել չի կարելի ճիշտ, բայց այն, որ հիմնականում Միացյալ Նահանգները որպես հավասարակշիռ մենամարտող տեսնում է միայն Չինաստանը։ Ռուսաստանը այստեղ չկա։ Ռուսաստանի դերը եւ քաշը արդեն տարածաշրջանային են, փոքր են։ Ռուսաստանը որպես գերիշխանություն չի գնահատում աշխարհում։ Հա ունե միջուկային զենք, բայց ոչ բանակը, ոչ տնտեսությունը չի համապատասխանում։ Եվ այստեղ կարող է ստացվի այնպես, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են որպես մենյու նայում Ռուսաստանին։ Երբ Ռուսաստանի տարածքը, Ռուսաստանի Դաշնության տարածքը դառնում է այն տարածքը, որտեղ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կփորձեն գալ համաձայնության, ով ինչքան է վերցնում։ Եթե դայս փորձենք նայել, այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները փորձում են Ռուսաստանից կտրել Հարավային Կովկասը, կտրել Կենտրոնական Ասիան, որը գտնվել են Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ։ Եվ եթե մենք ընդունենք, որ իրոք սկսում են ժամանակներ աշխարհակարգ, որտեղ աշխարհը տարանջատվելու է ազդեցության ոլորտներին, մենք ունենք շանսեր, որ մենք կմտնենք Միացյալ Նահանգների ազդեցության ոլորտը։ Եվ այնինչ տեղի ունենում Տրամփի ճանապարհի շուրջ, ավելի շուտ մենամարտություն է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, որ իրանք ունենան իրենց ազդեցության տանք Հարավային Կովկասը եւ ոչ թե միայն Հարավային Կովկասը, որովհետեւ Հարավային Կովկասը տարանջատել Կովկասից անհնար է։ Այդ Կովկասի մասին է խոսքը գնում, Կովկասը եւ Կենտրոնական Ասիան որպես տարածք, որով Միացյալ Նահանգները ամրացնում են իր դիրքորոշումները Եվրասիայում։ Մերձավոր Արևելք իրանցն է, Կենտրոնական Ասիա եւ Կովկասը վերահսկողության տակ Չինաստանի հետ կիսում են եվրասիական տարածքները։ Այսինքն եթե ասիական երկրների մասին դուք ասացիք, սա ես մի քիչ ուշ կհիշեցնեմ նորից, Իրանի գործոնները կդիտարկենք, Իրանը եւս դիտարկվում է Չինաստան եւ Միացյալ Նահանգներ այդ իրար հետ կիսելու եւ իրար հետ կիսելու տարածքներ կիսելու, ազդեցության գոտիներ կիսելու տարածք է։ Եվ Միացյալ Նահանգները հիմա հենց դրա համար են Իրանով այդքան հետաքրքրված ճակերտներում։ Հետաքրքրված է Իսրայելը, այստեղ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը դա հետևան Չինաստանին չզոքացնելու հակառակ Չինաստանին Միացյալ Նահանգների խորքային պետությունը այդպես ձևավորենք իրանց դասական վերնախավը, ռազմաքաղաքական վերնախավը գիտակցում է, որ Իրանը դա քաղաքակրթություն է։ Դա մի պետություն է, որը հազարամյակներում ունեցել է պետականություն եւ միշտ ունեցել է իր դերը Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգների ավելի հետաքրքիր կլինի, երբ Իրանում փոխվում է ռեժիմը, այնտեղ ձևավորում է սեկուլար աշխարհիկ պետականություն եւ իշխանություն, եւ իրանք ունեն լավ հարաբերություններ Իրանի հետ։ Դա ավելի օգտակար լուծում է Միացյալ Նահանգների համար, բայց Իսրայելի համար խիստ կարևոր է ոչ թե ռեժիմի փոփոխումը, բայց
Իրանի տապալումը, Իրանի կոլապսը, երբ Իրանը կիսվում է որպես պետություն եւ այդ քաոսը, որը ստեղծվում է 93 միլիոնանոց ժողովրդի ազգի պետության կազմալուծումից, ստեղծվում է մի քաոսային վիճակ եւ այդ քաոսային վիճակում Իսրայելը համոզված է ինքը կարողանա պաշտպանել Իսրայելի ազգային անվտանգությունը ավելի հեշտ, քան թե հզոր մեծ 93 միլիոնանոց երկրի հետ։ Եվ այստեղ հակասություններ կան Միացյալ Նահանգների շահերի եւ Իսրայելի շահերի մեջ։ Բայց ես համոզված չեմ, որ Թրամփը կհետապնդի Միացյալ Նահանգների ազգային շահերը, ոչ թե Իսրայելի շահերը։ Դրա համար այստեղ Չինաստանի հետ հարաբերությունները դա երկարաժամկետ հաշվարկներ են։ Այսօր հաշվարկները ավելի լոկալ են եւ առաջնորդային են։ Դրա համար պետք է սպասել, հիմա Միացյալ Նահանգները նորից կուտակում է ռազմական ուժ Մերձավոր Արևելքում, Վենեսուելայի խնդրը լուծված է ճակատներում եւ նորից կուտակում է ռազմական ուժ։ Ես համոզված չեմ, որ այդ կուտակված ռազմական ուժը կաշխատի Իսրայելի ազգային անվտանգության տրամաբանության մեջ, ոչ թե Միացյալ Նահանգներին։ Եվ այդ վիճակում մենք հաստատ պիտի մնանք չեզոք։ Մենք նորից եմ կրկնում, իրավունք չունենք միանալ ոչ Իսրայելին, ոչ Իրանին, որովհետև այդտեղ մեր շահերը պարտադրում են, որ մնանք չեզոք։ Դա շատ դժվար է լինելու։ Դե պարտադրում է եւ ճկունություն, եւ հնարավորություն, եւ կամք ասել ոչ։ Նախատեսում եք արդյոք, որ դե պարզ է Չինաստանը այդպես հանգիստ չի կարող երկար սպասել տեսնել Միացյալ Նահանգները ինչպես են գործում եւ նույն այդ կենտրոնական Ասիայի երկրները դուք ասում եք նա փորձում է իրենով անել, այս Թրամփի ուղի մասին է խոսքը, եւ Իրանի հարցը հանգուցալուծել ի նպաստ իր շահերի։ Արդյոք կարծում եք, որ Թրամփի ուղին դա այն կետն է լինելու, որը Միացյալ Նահանգներ եւ Չինաստան շահերի բախում է լինելու այդտեղ։ Այդտեղ թաթերաբեմ կարող է լինել։ Փառք Աստծո, ոչ, որտեղ դա փոքր պրոյեկտ է, աշխարհակաղակական, բայց փոքր պրոյեկտ է։ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ բախվում են մետաքսի ճանապարհի շուրջ, ավելի հետաքրքիր, ավելի հզոր ճանապարհների մարշրուտների շուրջ։ Այս միջին կորիդորը, որը կառուցում է, դա ուղղակի միջին է, կա հարավային, կա հյուսիսային։ Փառք Աստծո, այդքան ուշադրության մեջ չէ եւ մնացած թաթերադեմները, որտեղ մենամարտությունը գնում, ավելի մեծ են եւ ավելի կարևոր են։ Դրա համար ես հույս ունեմ, որ մենք չենք դառնալու ուշադրության կենտրոնի մեջ Չինաստանի կիզակետում չենք ները, մենք ունենք մի քիչ ժամանակ։ Մի 5 տարի հույս ունեմ մենք ունենք, այդ 5 տարում մենք պետք է լուծենք մենք ներքին քաղաքական խնդիրները եւ այդ ժամանակ եւ հիմնական խնդրը մեզ համար դա Իրանի խնդիրն է իհարկե։ Ոնց է լուծելու Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, ոնց են պատրաստվում լուծել Իսրանի խնդրը։ Արդյոք Իրանի ռեժիմը այդքան կայուն է, ինչքան այո իրանք կարողացել են ճգնաժամը հաղթահարել, բայց ներքին խորքային խնդիրները, որը ծնում են այդ խնդիրները, Իրանը չի լուծել։ Եվ մինչև այսօր Իրանի ռազմական եւ քաղաքական վերնախավը մնացել է կայուն եւ ամբողջական, չի կիսվել եւ այդ հնարավորությունը տվել Իրանին պահել կայունությունը։ Արդյոք դա կշարունակվի թե չէ, Իրանը պետք է լուծի իր խնդիրները։ Այն ռեժիմը, որը ձևավորվել է 79 թվականին, սերունդների փոփոխության խնդրեմ է առաջանում գայանը։ Իրանք իշխանության մեջ են արդեն 2 սերունդ եւ քաղաքական վերնախավը պետք է սերնդափոխություն կազմակերպի, բայց երբ դու ունում ես թեոկրատիկ ռեժիմ, թեոկրատիկ ռեժիմը շատ դժվարանում է, դժվարացնում է փոխում է սերնդափոխությունը շատ դժվար է դառնում եւ տեղի ունենում խնդիրներ։ Այաթոլլահն ախբար 86 տարեկան ամեն ինչ ոչ կայուն է։ Եվ այդ անկայունության վիճակում Իրանի իշխանությունը, Իրանը որպես պետություն ոնց է լուծելու այդ փոխակերպման խնդրը, երբ իրանք դառնում են ոչ թե այդպես կրոնական կենտրոն, բայց ուրիշ ձև են կառուցում իրանց կյանքը, ցավոք սրտի այդ լուծումները չկան։ Ես արտաքին աշխարհից չեմ տեսնում լուծումները եւ ինչքան ուսումնասիրում եմ Իրանի ներսում վերնախավի մեջ լուծում չկա։ Ոնց են իրանք փոխակերպում այն ռեժիմը, որը բերել է այս խնդիրների առջև, որտեղ եթե դու քո իշխանությունը, քո պետությունը կառուցում ես կրոնի վրա, դու պետության կյանքի մեջ մտցնում ես ժխտողություն, որովհետեւ կրոնը շատ դժվար է փոխվում։
բայց դու պետք է հիմա ճկուն լինես, դու պետք է պատրաստ լինես ադապտացիայի։ Եվ այդ խորհրդային խորհրդային Իրանի իշխանությունը, Իրանի պետական համակարգը մինչև այսօր չի լուծել։ Ինքը պետք է լուծի այդ խորհրդը։ Ոնց է դա անելու։ Իսկ մենք պետք է սպասենք հույս պահելով, որ Իրանի պետականությունը այդ խորհրդը կլուծի։ Եվ կարևոր է համարում, որ այս ընթացքում մենք որքան հնարավոր է չեզոքությունը։ Չեզոքություն պահեք չեզոքություն եւ պատրաստեք ամենավատ սցենարներին։ Եթե Իրանը գնա կոլապսի, եթե այնտեղ սկսի աստվածչանի քաղաքացիական պատերազմ, մեր սահմանների ունենք 93 միլիոնանոց երկիր, որը տապալվում է, եւ մենք ունենք մեր սահմանների վրա տասնյակ միլիոնանոց ազերիներ, որոնք կարող են սահմանը անցնել եւ տեղավորեն Սյունիքում, Արցախում։ Այո, Թուրքիան արդեն պատրաստվում է Նախիջևանում, то есть այնտեղից եթե հոս գա Նախիջևան, Սյունիք, Արցախ, մեզ համար դա ազգային անվտանգության խնդրեմ է։ Մեր ազգային անվտանգության համակարգը պիտի զբաղվի այդ հարցով, ոնց ենք պահում մեր սահմանների կայունությունը, որովհետև եթե այնտեղ կանայք, երեխեք անցնեն, ոնց է Թուրքիան արդեն շատ գործողություններ է անում սահմաններին, չեզոքոտի է սկսել։ Չեզոքոտելու, որովհետև սպասում է մեծ հոսք։ Բայց այդ անում է 80 միլիոնանոց Թուրքիան։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունները, ես որևէ մեկնաբանություն, որևէ սցենար պետական մարմինների կողմից, ազգային անվտանգության ծառայությունների կողմից, ռազմական ուժերից, ներքին գործերի նախարարությունների կողմից մենք զբաղված ենք ավելի կարևոր հարցերով, մեր իշխանությունը զբաղված է կարևոր հարցերով, հայ արգելական եկեղեցի վրա պատերազմ է առաջացնում, ռեֆորմների մասին է ճակետներում խոսում եւ այլն։ Մենք ժամանակ չունենք զբաղվել հարցերով, մենք տոներով ենք զբաղված Գայանը։ Ինձ համար հիմնական խնդրեմ այստեղ է, երբ մեր իշխող վերնախավը զբաղված է ոչ թե իր ուղիղ նպատակների եւ խնդիրներով ազգային անվտանգության ապահովման, բայց ինչ որ ֆանտաստիկ հորինված եւ հակահայկական պրոյեկտներով եւ խնդիրներով։ Նախընտրական շրջան է երևի, թե դրանով են ավելի շատ պայմանավորված։ Գովազդ հայտարարանք եթերում, այնուհետև մի քիչ ժամանակ ունենք, անպայման խոսենք ձեր թույլտվությամբ կամ համաձայնությունն եմ ձեր ուզում ստանամ հիբրիդային պատերազմի մասին Հայաստանի Հանրապետության, որովհետև արդեն ինչ որ հետզեկույցներ, ուսումնասիրություններ են արվում կենտրոնների կողմից, հետաքրքիր առաջարկներ կան։ Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին
Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք Հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հրաչյա Արզումանյանի հետ, քաղաքագիտության դոկտոր, հիբրիդային պատերազմ Հայաստանի նկատմամբ շատ են խոսում այդ մասին։ Իրականում, եթե դա այդքան լուրջ չլներ, կարելի էր համարել, որ մոդայիկ թեմա է։ Պարզապես իսկապես մենք, եթե դուք համաձայն եք, զգում ենք, որ այո, Հայաստանում ներսում ամեն ինչ նորմալ չէ եւ կան ներսից խնդիրներ, որոնք ստեղծում են այդ հիբրիդային պատերազմը հենց ներսում եւ դրսից ազդակներ։ Եվ արդեն որոշ հետազոտողները գնահատականներն են իրենց տալիս, ասում են, որ հիմնական թիրախներն են լինելու տեղեկատվության միջոցով է ուրեմն այդ հարձակումները լինում հասարակության վրա, կիբերանվտանգության եւ ֆինանսական ոլորտներն են շատ խոցելի։ Խոսքը գնում է ազգային ժողովի ընտրությունների մասին եւ հիմնական շեշտը դրվում է, որ ստեղծվել է վախի անորոշության տարածում, անորոշության իրավիճակ եւ տարածվում է այդ ներգործությունը հասարակության վրա, որպեսի վախը, անորոշությունը առաջին տեղ գրավեն եւ արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականության նվազեցման կամ համարեն, որ չունենք դիմադրողականություն, կամ իրականում օրինակ Փաշինյանի հայտարարություններից, գործողություններից մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների հանդեպ բարձր է, Հայաստանը վստահ է իրեն զգում։ Դժվար հարց է գայանես, մի կողմից երևի ուրախ եմ, որ հիբրիդային պատերազմների հասկացողությունը կամաց մտնում է հայկական հասարակություն եւ փորձագետների շրջանառության մեջ է, ռազմական տեսությամբ հիբրիդային պատերազմներով արդեն երևի 15 տարի է զբաղվում եմ, ուղղակի Հայաստանում դա ընդունված չէր։ Դրա համար ես ուրախ եմ, որ այդ թեմաները հասկանում են, որ կա սովորական պատերազմ, կոնվենցիոնալ պատերազմներ, կա անկանոն պատերազմներ, որը տանվում են պարտիզանական, դիվերսիոն, հակաբեկչական, եւ կա հիբրիդային, երբ պատերազմում օգտագործում են բոլոր ոլորտները։ Եվ այդ ոլորտները հիբրիդային պատերազմները Եվ հիբրիդային պատերազմներում հիմնական ուղղություններից հիմա, որ մենք տեսնում ենք, դա իրոք դարձել են ոչ թե ավանդական ռազմական տիրույթները, լայնածավալ ռազմական գործողությունները, բայց ուրիշ տիրույթներ, տեղեկատվական տիրույթը, կոգնիտիվ կամ իմաստային տիրույթը, իմաստային պատերազմները, հոգեբանական պատերազմները, ֆինանսական ոլորտում եւ այլ, դա հիբրիդային պատերազմի մոտեցումներն են։ Եվ ամեն երկիր մշակում է իր հիբրիդային պատերազմի ձևերը, ոճերը։ Հայաստանի դեմ հիմնական այսօր աշխատում են հիմնական Հայաստանի դեմ աշխատողները, դա Ռուսաստանի Դաշնությունն է, հիբրիդային պատերազմի մեթոդները Ռուսաստանի Դաշնությունն է, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի երևի մի քիչ, այդ 4 երկրների հիմնական ոճն է, որը կարելի է տեսնել Հայաստանում։ Ռուսաստանի ոճը բավականին ագրեսիվ է,
Ռուսաստանի ոճը ավելի շուտ հոգեբանական եւ իմաստային կոգնիտիվ պատերազմ նպատակներն է պարակտել հասարակությունը, ստեղծել մի վիճակ, երբ իշխանությունների, հասարակության եւ պետական մարմինների հաստատությունների միջով պարակտում է տեղի ունենում, տարանջատել, չթողնել որնի միասնականություն հաստատությունների պետական, իշխանության եւ հասարակության մեջ, քանդել հասարակության մեջ հոգեբանական պատերազմի միջոցներով պատերազմի միջով քանդել հասարակությունը, չթողնող ինքը միավորվել։ Դες հիբրիդային պատերազմի ընթացքում հիմնական ուղղությունն է պարակտել, քանդել։ Կարելի ասել, որ հաջողվել է դա իրենց։ Այո, հաջողվել է, դա հաջողում է Ռուսաստանի կողմից, բայց դրան միանում է ոչ թե միայն արտաքին ուժային կենտրոնների ցանկությունը եւ օպերացիաները, բայց նաեւ Հայաստանի իշխանությունների մոտեցումը, որովհետեւ պարադոքսալ այդպես ասեմ ձևով Միացյալ Ռուսաստանի եւ ուժային կենտրոնների նպատակները պարակտել հասարակական հասարակությունը, տարանջատել իշխանությունը եւ հասարակությունը համընկնում են իշխանությունների, արդիական իշխանությունների նպատակների։ Ցավոք սրտի ինձ համար հայկական իշխանությունները նույն ձևի պարակտում են հայկական հասարակությունը։ Այսինքն հիբրիդային պատերազմ են վարում իրենց հասարակության հանդեպ։ Այդպես է տեղի ունենում։ Իշխանությունները, Հայաստանի իշխանությունը պահելու համար, իշխանությունը որ չձևավորի հասարակության մեջ այլընտրանք, չձևավորի կենտրոն իշխանություն, որը կարող է համարձակվի հայտ ներկայացնի եւ վերցնի իշխանությունը պարակտում են, քանդում են հասարակությունը։ Դες այստեղ հակասություն կա, իշխանությունը պահելու համար թույլատրում ես քո հասարակությունը։ Եվ մենք ուղղակի պետք է կոնստատացնենք, ես կոնստատացնում եմ, որ ինձ համար իրական հասկանալի է իմ հասարակությունը, իմ ազգը ոնց է դիմադրում այդ մեծ սպառնալիքների եւ հարվածների, որովհետեւ շատ քիչ ազգեր կան։ Ինչ հնարան ունի ազգը։ Մեր մշակույթն է, դեմոկրատիությունը մեր մշակույթն է, մեր քաղաքակրթական հիմքերն է, որի վրա մենք կանգնած, մեր եկեղեցին է։ Այդ հաստատությունները, որը հազարամյակներում աշխատել է, թույլ են տալիս մեր դիմադրել այնտեղ, որտեղ մնացած այդքան պատմություն եւ ավանդույթներ ունեցող ազգերը վաղուց արդեն պարակտված, քանդված կլինեն։ Մենք հալա դիմադրում ենք, եւ ես նորից եմ կրկնում, ինձ համար անհասկանալի է ոնց է մեր կողմից դա տեղի ունենում։ Բայց հայկական հասարակությունը բավականին լավ դիմադրում է այն բոլոր հարվածներին, որ մենք ստանում ենք տեղեկատվական, իմաստային եւ հոգեբանական պատերազմում։ Եվ այստեղ կայի ավելացնեմ, որ վերջի երևի 25 թվականից ես կամաց փորձում եմ կենտրոնանալ այդ ուղղության վրա, որովհետև այսօր մենք փաստորեն մեր դեմ գնում ենք վարում են պատերազմ, հոգեբանական պատերազմ, կոգնիտիվ կամ իմաստային պատերազմ, բայց Հայաստանը չունի հայեցակարգ, ոնց են նման պատերազմները վարում։ Հայաստանում չկա դպրոց, Հայաստանում չկան հաստատություններ, որ այդ պատերազմի ձևով զբաղվում են։ Փառք Աստծո, վերջի 2024 թվականի վերջում ձևավորել մի փոքր խումբ, որը փորձում է հարցերը առաջտանել եւ զարգացնել նման հայեցակարգ, նման տեսություն եւ ադապտացնել միջազգային փորձը Հայաստանի համար։ 2025-26 թվականը հաստատ կփորձենք կենտրոնանալ հարցերի վրա եւ 26 թվականի վերջում 27 թվականում ես հույս ունեմ եւ Հայաստանում կձևավորվի նման հայեցակարգ, նման ռազմավարություն, ոնց Հայաստանը որպես ազգ, որպես պետություն ունեցող ազգ կարող է դիմադրել հոգեբանական, իմաստային, տեղեկատվական պատերազմներին։ Դա բավականին դժվար հարց է, որովհետեւ տեսական ոլորտում այդ հարցերը լուծված չեն։ Այդտեղ կան տարբեր դպրոցներ եւ մենք պետք է հասկանանք մեր ճանապարհը Հայաստանի տեղեկատվական պատերազմ ոնց պիտի ձևավորվի, Հայաստանի հոգեբանական պատերազմը Հայաստանը ոնց պիտի վարի, կոգնիտիվ իմաստային պատերազմը ոնց պիտի վարվի։ Դա բավականին խորքային հարցեր են, ես ուրախ եմ, որ կամաց ոտքի են կաղնում այն գիտնականները, որ այդ հարցերով զբաղվում են։ Միայն ես չեմ զբաղվում այդ հարցերով, որտեղ ես նորից կրկնեմ, մի 15 տարուց ավելի այդ հարցերով զբաղվում եմ, բայց ավելի շուտ զբաղվում եմ Հայաստանից դուրս ուժային կենտրոնների հետ աշխատելով, Հայաստանում ցավոք սրտի այդ հարցերը այսօր նոր են ձևավորվում։ Կարելի է այսպես ամփոփել այս հատվածը, այս թեման, այսպես ասենք, որ այո, լինում են
կարծիքների տարբերություն, ցանկացած մարդ իրավունք ունի ունենալ իր կարծիքը, ժողովրդավարական պետություն է, Հայաստանն էլ ոչ միայն ժողովրդավարությունից, այլ այդպեսին է Հայաստանը միշտ եղել, ազատ է եղել, ճիշտ է, կարծիքների Իհարկե։ տարբերություն պետք է լինի եւ շատ ողջունելի է, բայց դա օգտագործվում է, դա վերածվում է թշնամանքի եւ բևեռացման։ Այ ինչպես անել, որպեսզի այդ հատկությունը հայերի ունենալ սեփական կարծիքը չդարձնի մեկը մյուսին թշնամի, չօգտագործվի եւ ներսում եւ դրսում այդ քայքայիչ բևեռացմանը, չբերի հանգեցնի բևեռացմանը, չբերի հանգեցնի այն կետին, ներողություն ես պետք է հիշեցնեմ, որտեղ առաջին հարվածը համենայն դեպս ինձ համար մարտի 1-ն էր, դա եւս բևեռացման արդյունք էր, թե դա ինչ եղավ հետո ինչպես օգտագործվեց, դա այլ հարց է, բայց այդ օրը հայը կրակեց հայի վրա, կապ չունի ինչ նպատակներով ովուն վրա, չհասցնենք դրան, որ այդ կարծիքների տարբերությունը բերի թշնամության, բերի ծայրահեղ բևեռացման, որը եւ հիբրիդային պատերազմի ամենաթույլ, այսինքն հակառակը, թիրախն է։ Առաջինը Գայան է, պետք է հասկանալ, ընդունել, որ ման պարակտումը դա պատերազմի հետևանք է։ Մենք որպես հասարակություն, դուք որպես ժուրնալիստ, ես որպես փորձագետ գիտնական, պիտի փորձեմ բոլորին հասկացնել, որ այդքան պարակտված, իրար ազդող, այդքան դեպրեսիայի մեջ գտնվելը ոչ թե միայն պատերազմի հետևանք է, դա հետևանք է ռազմական գործողությունների իմ հասարակության, իմ ազգի դեմ։ Մեր դեմ գնում է հոգեբանական իմաստային պատերազմ։ Առաջին պարակտումը դա հետևանք է։ Այդ առաջինը պիտի հասկանաս, ոչ թե ասես մեկ եկան վատն եք եւ այլ, չէ, դա պատերազմի հետևանք է։ Ոնց կարելի է դիմադրել, ոնց կարելի է հայկական հասարակության դիմակայունությունը բարձրացնել։ Եթե չունես պետական աջակցություն, երբ քո պետությունը միանում է, քո իշխանությունը միանում է այդ հարվածին եւ ներսին հարվածում, մնում է մենք որպես հասարակություն հիմնելով այն համայնքների մակարդակի վրա, այն ընտանեկան մակարդակի վրա, փոքր համայնքների հասարակության մեջ ձևավորվել, իրար ճանաչել, իրար վստահել եւ կառուցել այն բջիջները, որը դիմակայում են եւ քայլեր առաջացնել, քայլեր անել, որ տեղի ունենա կոնսոլիդացիա, то есть քո հասարակությունը սկսի հավաքվել։ Գիտակցել, որ պատերազմի հետևանք է, դու պիտի հավաքվես եւ սկսենք քայլ առ քայլ ջանքեր թափել, որ սկսեք հավաքել հասարակություն։ Այսինքն առաջինը գոնե պետք է լինի, որ գիտակցվի, որ տարբեր կարծիք ունենալը դա նորմալ է։ Չի նշանակում թշնամություն անելը եւ տարբեր կարծիքներ մինչեւ իրար ոչնչացնելուն գնալ կարծիքը տարած տանել։ Տարբեր կարծիքներ ունենալ դա բնական, առողջ մանավանդ էս մեր խառը վիճակը։ Խառը հայի համար հիմա մենք պետք չէ, մենք ավտորիտար ժողովուրդ չենք, մենք ավտորիտար ազգ չենք, մենք սովոր չենք այսրական մի թելադրանքի մի առաջնորդի տակ։ Մեզ համար դա բնական է եւ դա առողջության հիմք է եւ դու ունես բազմակարծիք մոտեցում, բազմակարծիք լուծումներ, որպես ազգ դու կարող ես ընտրել այն ճանապարհը, որը ավելի ապահովում է, ավելի ճիշտ է քեզ համար։ Այստեղ պրոբլեմ չկա։ Այստեղ պրոբլեմը այն է, որ դու պիտի հասկանաս այդ բազմակարծիքարությունը թելադրում է, որ դուք ունենալով քո կարծիքը, բայց ի վերջո հիմնական հարցերի շուրջ, ազգային հարցերի շուրջ սկսես միավորվել։ Միավորվես ընտանիքներով, միավորվես փողոցով, միավորվես պրոֆեսիոնալ կոլեկտիվներով։ Միավորվում են գաղափարի շուրջ։ Գաղափարի շուրջ։ Միավորվում են արժեքի շուրջ։ Մեզ համար որպես մեկ գաղափարի, մեկ արժեքի, մենք գուցե դա ենք կորցրել եւ խճճում են եւ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ իր գաղափարներն է առաջ բերում, որն է այդ ընդհանուր գաղափարը, որն է այդ ընդհանուր արժեքը եւ մարդիկ չեն համաձայնվում են, չեն համաձայնվում, բայց Փաշինյանը պետք է մեզ թելադրի, որն է այդ արժեքը, որի շուրջ կարելի է հավաքվել, որն է այդ հիմնական գաղափար, թե մենք դա չունենք հենց։ Դա է պետք չէ հորինել խնդիրներ, որը չկան ճակետներում։ Մենք ունենք ընդհանուր գաղափարները, արժեքները, որի շուրջ մենք կարող ենք, որի վրա կառուցված է հայ ազգը։ Դա ազատությունն է։ Պետականությունն է, քո կրոնն է, քո հավատն է։
Այդ երեքը կարելի է մի 4-5, այդ երեքը քեզ հերիք է միավորվել, համա դու պիտի ունես ազատ, անկախ, կառուցել Հայաստան որևէ ուժային կենտրոնի կայսրության ձեռքո չի։ Դու ունես քո պետությունը, վերականգնես քո պետությունը, հայկական պետությունը, հայոց պետությունը, եւ դու պահպանում ես քո ավանդույթները, քո պատմությունը եւ քո հավատը։ Դու ունես եւ հավատ, ունես եկեղեցիներ, որ այդ հավատը պահում են, դու ունես քո ազգը, քո քաղաքակրթական ժառանգությունը հազարամյակներում շատ քիչեր ունեն, քո պատմությունը, դու ունես քո աղետները, մեծ եղերնը շարունակվող, որը քեզ միավորում է, դու ամեն ինչ ունես, որի հիշողությունը միավորում է, դու ամեն ինչ ունես Գայանե, ուղղակի քո միասնակությունը պարակտում են, եւ դու պիտի հակադրես, հասկանալես, որ այն ով հարվածում է հայ առաքելական եկեղեցու, ուրիշ եկեղեցիները, ով պարակտում է քո պետության դեմ է դուրս գալիս, ով ասում է, որ դու ելք չունես, դու պիտի հանձնվես Թուրքիային, Ռուսաստանի, ուրիշ ուժային կենտրոնների ձեռքի տակ լինես, եւ այլ, դա ուղղակի հակահայկական են։ Դու պիտի հասկանաս եւ փորձես հակադրես քո միջավայրում, սպասելով, հույս ունենալով, որ այդ փոքր միջավայրները ի վերջո կգա ժամանակ կմիավորվեն, կոնսոլիդացիա տեղ կունենան եւ մենք ունենանք այլ ընտրանք, որտեղ իշխանությունները կլինեն ուրիշ։ Մենք ունենանք ընտրենք իշխանություններ, որը եւ ժամանակ երբ ունենանք հետ բերենք հայկայազգի վերահսկողության տակ հայկական իշխանությունը եւ հայկական պետությունը, այդ ժամանակ այդ հարցերը արդեն ավելի հեշտ կլուծվեն։ Մեզ համար հիմնական խնդիրը ինձ համար, որ մենք որպես ազգ չեք վերահսկում հայկական իշխանությունը եւ հայկական պետությունը։ Նրանք գտնվում են ուրիշ ուժային կենտրոնների վերահսկողության տակ։ Մենք պետք է ազատվենք։ Հետ սովետական միության փլուզման ժամանակ մենք վերականգնել ենք դրոշը։ Մենք իհարկե որպես ազգ, ոչ թե որպես հասարակություն, մենք պետք է հասկանանք, ինձ համար դա նույն ձևի սկզբունքային հարց է։ Հայաստանը, հայկական պետականությունը դա ողջ հայ ազգի պետությունն է, ոչ թե այն ազնվորությունների հասարակության, որը ասվում է Հայաստանի Հանրապետության։ Դա սկզբունքներից մեկն է։ Դրա համար, եթե մենք ուզում ենք համոզմունքն է պահենք Հայաստանը, պաշտպանենք Հայաստանը, մենք պիտի համամազգային ներդաշնակցություն եւ հավաքում կազմակերպենք։ Այնինչ մենք անցել ենք, մենք գիտենք, որ դա կարող եք անել։ Մենք կարելի է 88 թվականից սկսած 91 թվականի Սպիտակի երկրաշարժի շուրջ եւ այլ, մենք կարողանում ենք դա անել, գային, այդտեղ խնդրեմ չկա։ Ուղղակի ես եւ մասնագետ եմ եւ իրոք այդպես է։ Առաջինը պետք է հասկանալ, քո դեմ շարունակվում է պատերազմը։ Դու մի ազգ ես, մի պետություն ես, որը պատերազմի մեջ է, եւ առաջի եւ հիմնական տրամաբանությունը, որը պիտի գնահատեսին չկարած տեղի անենում քո շուրջ եւ այդ Հայաստանի ներքո, պիտի առաջինը հաշվարկես լինելով ռազմական տրամաբանությունից։ Այո, քո դեմ պատերազմը, բայց երկու ճանապարհ կա՝ վախենալ, փախչել, որը այդ մանիպուլյացիաների արդյունքում սերմանվում է, մանիպուլյացիաների միջոցով սերմանվում է, վախենալ, փախչել, երկրորդը դիմակայել։ Հա, որովհետև միայն երկուսն է, երրորդը կա, մնացածները կարող են ունենալ, ասեն ենթարկում ես կայսրության եւ ապրում ես որպես ոչ անկախություն ունեցող։ Հիմա դրա վրա է, փաստորեն դրա վրա են աշխատում։ Բայց խնդրեմը նրան է, որ դու վախենաս, թե դիմակայես։ Դիմակայես, բացի վախենալից, մեզ հստակ մեր երեսին ասել են, որ նրանց նպատակն է Հայաստան առած հայերին։ Դու հնարավորություն, եթե դու չես պայքարում, դու Հայաստանից դուրս ես գալիս։ Որտեղ հնարավորություն հային ապրել հայկական լեռնաշխարհում, ապրել պատմական Հայաստանի տարածքում, Ռուսաստանը, Թուրքիան, Պարս քո երեսիդ ասում են, այդ հնարավորությունը դու չունես։ Եվ հայկական պետություն հայկական լեռնաշխարհում չի լինելու։ Ելնելով իրաց գոյաբանական նպատակներից, շահերից, իրանք քեզ Պարս ասում են։ Հայը պետք է վերանա հայկական լեռնաշխարհում։ Դու ես ելք կամ դիմադրում ես կառուցում ես քո Հայաստանը, կամ դուրս ես գալիս եւ հաջորդ 100 տարին, 500 տարին ինձ համար դա նշանակություն չունի, ապրում ես Սփյուռքում։ Երրորդը, երբ դու մնում ես Հայաստանում, եւ քեզ տալիս են հնարավորություն գոյատևես Հայաստանում, պատմական Հայաստանի տարածքում, քեզ դանից այդ զրկել են այդ հնարավորությունից։
Եվ 3 տարվա ընթացքում այդ երկու կայսրությունը հայկական լեռնաշխարհում հայ չի մնացել։ Մնացել է 27,000 կիլոմետրի հայերը, մնացած տարածքը արդեն մաքրված է հայից Գայանե։ Դա դարավոր կայսրական քաղաքականություն է, մեծ ռազմավարություն է, որ իրանք իրականացնում են։ Մենք որպես պետություն, որպես ազգ պիտի հասկանանք ինչ սպառնալիքի առջև կանգնած ենք եւ ի վերջո սկսենք զբաղվել Հայաստանով, լինառնալ հայակենտրոն, հավաքել մեր ուժերը, հասկանալով ոչ մեկը չկա, մեզ են ոչնչացնում եւ կառուցել այնպիսի պետություն, ունենալ այնպիսի պետություն, որը կարողանա դիմակայի նման սպառնալիքներին։ Դա հնարավոր է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը եւ մոտեցումը, որի մասին 4 տարի շատ խոսում եմ, այդ ման հնարավորություն տալիս է։ Մենք կարող ենք դա անել որպես ազգ։ Մենք կարող ենք պաշտպանել Հայաստանը, պահպանել Հայաստանը եւ կառուցել երկիր, որը սրընթաց զարգանում է եւ դառնում է հզոր։ Մի երկու սերունդից հետո դառնում է ուժային կենտրոն։ Այդ խնդիրները ես տեսնում եմ ոնց կարելի է լուծել։ Ուղղակի պետք է հասկանալ, որ դու պատերազմում ես, հավաքես քո ներուժը, հավաքես քո հնարավորությունը եւ սկսես լուծել այն խնդիրները, որը արժեվ կանգնած են։ Հիմնական խնդիրներից մեկը, որը արժեվ դու կանգնած ես, դա հետ բերնել հայկական հայ ազգին հայկական իշխանությունը։ Մենք պարտավոր ենք վերցնել վերահսկողության տակ հայկական իշխանությունը։ Այդ խնդիրը առաջին խնդիրն է, որ լուծենք, մնացածները ավելի հեշտ կլուծվեն։ Եվ ունենք երկու զենք, երևի կամ ավելի դուք կասեք, մեր մտքի ուժը եւ կամքի ուժը։ Մտքի ուժը, կամքի ուժը հիմնականն է, բայց մենք ունենք ներուժ, Գայանե, մենք որպես ազգ, սփյուռքով, մենք կարելի ուժեղ ազգ ենք։ Մեզ համոզում են, որ մենք թույլ ենք, բայց ուժային կենտրոնները գիտեն, որ մենք հզոր ենք, եթե միավորվենք։ Ուստի մենք պետք է լուծենք միասնականության խնդիրը։ Այսինքն պարակտումը դա ամենամեծ գործիքն է, որով մեզ ուզում են կոտրած լինել։ Իհարկե, մենք պիտի նորից դառնանք մենք։ Հայկական պոետը վաղուց ասել, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է։ Փիրեշյանի ֆիլմը հայտնի, չգիտեմ, հիմա չեն նայել, մենք ոնց է հայ ազգը հավաքում, դասական հայկական ֆիլմ է։ Մենք նորից պիտի դառնանք մենք։ Հայեր լինելով ես, բազմա կողմանի հայեր չկորցնելով իրենց եսությունը, ինքնուրույնությունը, մենք պիտի նորից դառնանք մենք, հավաքվենք, որ կարողանանք պաշտպանել Հայաստանը եւ կառուցենք ուրիշ Հայաստան։ Դա լուծելի խնդիրներ են։ Մենք դա կլուծենք անպայման։ Պետք չէ հուսահատվել, դեպրեսիայի մեջ մտնել։ Երրորդ անգամ, չորրորդ անգամն եմ ասում, այս դեպրեսիան պատերազմի հետևանք է։ Քո դեմ գնում են ռազմական գործողություններ, հոգեբանական, տեղեկվակական, իմաստային տերույթներում։ Պետք է դիմադրել, պետք է չմտնել այդ դեպրեսիայի մեջ։ Եվ էներգիան ծախսել ոչ թե դեպրեսիայի մեջ լինելով, այլ միավորվելով, գտնել այլընտրանք։ Շատ շնորհակալ եմ, պարոն Արսլան։ Շնորհակալություն քեզ Դանիել։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր մեր զրուցակիցը։ Զրուցը վարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։